Հրապարակ թերթը գրում է. անցած Կիրակի Փաշինյանը պատարագի չգնաց, այլ ՔՊ-ի ուրախ ավտոբուսով կուսակցական քարոզարշավի էին դուրս եկել։ Իրականում պետական բյուջեի հաշվին նախընտրական քարոզչությամբ էին զբաղված։ Մեզ հասած տեղեկություններով Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել arczepiskopos Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից։ Զանգահարեցինք թեմի առաջնորդին, խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել։ Այս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք, ես օրհնեմ ձեզ եւ ձեր ընտանիքը, խաղաղվեք։ Ասաց նա ու անջատեց հեռախոսը եւ այլևս մեր զանգերը մնացին անպատասխան։ Իրենց տված ուխտը ուրացած Փաշինյանի եկեղեցու բարենորոգման ծրագրին միացած տիրադավները թերևս սկսում են գիտակցել, որ Փաշինյանը պարտվել է հայ եկեղեցու դեմ պայքարում։ Հոգևորականների մեծամասնությունը հայ ժողովուրդը եկեղեցու կողքին են։ Ուստի չի բացառվում, որ առաջիկայում որոշ եպիսկոպոսներ էլ իրենց որոշումներում հետողորմի անեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված համայնքի ղեկավար ընտրվելուց հետո։ Մինչ այդ նա աշխատել է ոստիկանությունից մինչև հանքարդյունաբերությունում, անգամ հյուրանոցային ադմինիստրատոր։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 2024 թվականի գույքի եկամուտների, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագիրը, որը բացահայտում է պաշտոնյայի ունեցվածքը, ֆինանսական միջոցներն ու եկամուտները։ Հայտարարագրում ներկայացված տվյալների համաձայն համայնքի ղեկավարը հայտարարագրել է մի շարք անշարժ գույքեր, կանխիկ դրամական միջոցներ եւ պետական աշխատավարձից ստացված եկամուտներ։ Եվ նույն ժամանակ փաստաթուղթը առաջացնում է նաեւ որոշ հարցադրումներ կապված գույքի ձեռքբերման ժամանակի ֆինանսավորման աղբյուրների եւ ֆինանսական ակտիվների ներկայացման հետ։ Նարեկ Հարությունյանը հայտարարագրել է. 6 անշարժ գույք հիմնականում Մեղրաձորում, տրանսպորտային միջոցներ չկան, բանկային հաշիվներ զրոյական մնացորդով 2024 թվականի եկամուտները հաշվետու տալում Նարեկ Հարությունյանի հայտարարագրած եկամուտները կազմել են ընդհանուր 10.632.143 դրամ։ Իրավունք թերթը գրում է. ԿՊԱ-ականների նոր, ինչպես տեղի աղբյուրներն են ասում, ընտրություններում հաղթելու նոր մեգապլան է հրամցրել Փաշինյանը։ Կաթողիկոս S.N. սաղ մոռանում է, կանցնում է կնդիմադիրներին իրար հետ կռվածնելու սուրբ գործին։ Պիտի նենց անենք, որ մեզ մոռանան ու սկսեն իրար կոտորած անել, ըստ աղբյուրի ասել է Փաշինյանը թիմակիցներին։ Հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊ ներկուսակցական ընտրությունների շուրջ ռազմիրատները շարունակվում են։ Բացահայտված զեղծարարներից մեկն էլ առաջին փուլի արդյունքներով 50-րդ համարը զբաղեցրած Հայկ Ավագյանն է 289 ձայնով։ Չնայած Ավագյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿՊԱ-ական պատգամավոր Վաղար Շակոբյանը դուրս են մնացել 50-յակից ու փոխարինվել կանանցով, որպեսզի լրացվի կանանց պարտադիր քվոտան, սակայն կուսակցության վարչությունում քննարկվել են Հայկ Ավագյանի ստացած ձայները։ Կուսակցությունը դրանք խնդրահարույց է համարել եւ կարծում են, որ այն ուղղորդված քվեարկության արդյունք է։ Հայկ Ավագյանը Վայքի տարածքային կառույցի անդամ է եւ եթե կասկածները փարատվեն, ապա նաեւս կհետեւի Կարեն Գրիգորյանին եւ դուրս կմղվի ցուցակից։ Նախորդին գրել էինք, որ նախկին պատգամավոր վերահսկվող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանին հեռացրել են 50-ից, քանի որ պարզել են, որ նա հեռախոսով ուղղորդել է պատվիրակներին, զանգել խնդրել է, որ իրեն քվետան։ Հրապարակ օրաթերթը գրում է. ներկուսակցական քարոզարշավի անվան տակ համապետական ընտրությունների քարոզարշավ սկսած ՔՊ վերնախավը մեր տեղեկություններով այս շաբաթ Կիրակի օրերին մտադիր է այցելել Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։ Լինելու են Գյումրիում եւ այդ փաստից ԿՊ-ում լարված են, որովհետեւ հասկանում են, որ հայրաքաղաքում մի շարք հանգամանքներով պայմանավորված իրենց չեն սպասում։ Մյուս շաբաթ էլ այցելելու են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր։ ԿՊ ցուցակի ընտրությունների երկրորդ փուլը հիշեցնեն կայանալու է մարտի վերջին 28-ից 29-ին։ Իրականում իշխանական թիմը ստուգողական նախընտրական այցեր է իրականացնում, որ հասկանա թե ընտրությունների նախաշեմին մարզերում ինչ տրամադրություններ են տիրում եւ դրանից կախված քայլեր ձեռնարկի։ Ասենք, եթե պարզվի, որ կենսաթոշակների բարձրացումը բավարար չէ, ապա ինչ սոցիալական ծրագրեր ու աջակցություն են ակնկալում տարբեր մարզերի բնակիչները, ինչ ռետորաբանություն է պետք կիրառել եւ այլն։